Կյանքի փոքր եւ մեծ ուրախություններ, սիրելի մարդկանց հետ անցկացրած ժամանակ, անշտապ ընթերցանություն, զբոսանք այգում, դրվագներ, որոնք դարձնում են մեր կյանքը գունավոր եւ որոնք անպայման ուզում ենք զգալ եւ տեսնել, իսկապես տեսնել։ Մինչև այս վերջերս ես այս ալբոմը որ թերթում էի խավար էի տեսնում, նորից պատրաստվում եմ երկրորդ աչքս, այս աչքս արդեն վիրահատած էր, այդ կատարակտ հիվանդությունը շատ վատ հիվանդություն է, որ խավար ես տեսնում, ամեն ինչը չես կարողանում նկատես մեր գեղեցիկ շենքերը, բնությունը, ծաղիկների գույնը, խավարից որ դուրս ես գալիս, արդեն տեսնում ես ամեն ինչ ու արդեն աշխարհը մի ուրիշ ձևի է երևում։ Կատարակտը դա մարդու բնական ոսպնյակի պղտորումն է, որի հետևանքով մարդու տեսողությունը սկսում է խամրել, սկսում է նկարագրել մշուշոտ տեսողություն, սկսում է տեսնել գունային կոնտրաստի խանգարումներ, երբեմն երկտեսություն, երբեմն առաջանում են այսպես կոչված հալոները, օղակներ լույսի շուրջը։ Կատարակտի միակ բուժումը դա վիրահատական եղանակով է եւ ուրախություն մեզ ունի շատ բարձր արդյունավետություն, կարճ ժամանակամիջոցում առանց մեծ ինչ-որ հնարավոր բարդությունների ունենում ենք լավ տեսողություն։ Վիրահատությունը 10-15 րոպե է տևում եւ ի ուրախություն մեզ, օրինակ Հայաստանում կարող եմ նշել, որ ներդրվեց այս առողջապահության համապարփակ ապահովագրությունը, ինչի շրջանակներում 65+ տարիքի բոլոր անձինք, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, այդ թվում եւ կատարակտ, կարող են օգտվել անվճար վիրահատության հնարավորությունից եւ ինչքան ժամանակին եւ վաղ հայտնաբերվում է հիվանդությունը, ապա բուժումն է լինում է շատ ավելի անվտանգ, շատ ավելի քիչ են լինումներ եւ հետվիրահատական բարդությունները եւ արդյունքը լինում է շատ ավելի լավ։ Ուստի հիվանդներին հորդորում ենք, որ չվախենալ, դիմել բժշկի, վիրահատվել եւ ունենալ բարձր տեսողություն եւ բարձր կյանքի որակ, առողջություն բոլորին։ Վանաձորում գտնվող բազմաբնակարան շենքերից Սուխումի երկու շենքի բնակիչները բարձրաձայնում են իրենց բակի անմխիթար վիճակի մասին։ Բակում առկա են բազմաթիվ փոսեր, կուտակված կեղտ ու ջուր, ինչը հատկապես ձյան եւ անձրևների ժամանակ անհնար է դարձնում բնականon տեղաշարժը։ Բնակիչների խոսքով տարածքը երկար ժամանակ չի բարեկարգվել։ Ասում են ջուրը մշտական կա, լողափն է պակասում։ Այս երկու շենքը ընդհանրապես ոչ մեկը չի համարում քաղաքի որպես բնակավայր։ Կոյուղին կեղտոտ ջրերը շենքի տարածքում են, երեխաներ են դուրս գալի, մարդիկ են քայլում, նյուժելի այստեղ հնարավոր չի մի հատ տարածքը վերանորոգել կա։ 3 հատ ղեկավար է փոխվել քաղաքին, ոչ մեկը 100 հատ խոստումներ են տվել, ոչ մեկը չի եկել մի հատ չի հետաքրքրվել շենքի տարածքով։ Մարդիկ են, երեխաներ են, վերջո այս տարածքը պիտի համարեն քաղաքի տարածք, թե սա ընդհանրապես վերածված է քաղաքից։ Տաքսիներ են գալի, մեքենա է գալի, կանգնելու տեղ չունեն, որ ժողովուրդը իջնեն մի հատ իրենց տուն գնան։ Լողավազանա դարը, մենակ պլաժը չկա, որ լողանան այնտեղ հանգստանան գոնե։ Խնդիրը միայն բակի անբարեկարգ վիճակով չի սահմանափակվում։ Բնակիչները նշում են, որ դիտահորի հետ կապված եւս խնդիր կա։ Կոյուղաջրերը հաճախ դուրս են գալիս մակերից եւ տարածվում բակում, առաջացնելով տհաճոտ եւ հակասանիտարական պայմաններ։ Տեղացիների խոսքով խնդիրը կա, սակայն լուծումներ առաջարկող եւ խնդրին լուծում տվող չկա։ Ես խնդրում եմ քաղաքապետարանի աշխատակիցներ, ովքեր որ այս գործի տեղյակ են, ովքեր որ այս գործով զբաղվում են, խնդրում ենք եկեք Սոխումի 2-ի շենքի բակ, ու մեզ ցույց տվեք ինչ ճանապարհով մենք մտնենք մուտքեր։ Սարսափելի վիճակ է, ճանապարհ չկա, եկեք մեզ ճանապարհ ցույց տվեք, մենք ոնց հասնենք մեր մուտքերին։ 21-րդ դարում այսպեսի շենքի բակ։ Մեր երեխաները զրկված են նույնիսկ բակ դուրս գալուց, ու սա մի օրվա, մի տարվա խնդիր չի, սա 7-8 տարի մենք բողոքել ենք, բայց մեր ձայնը երբեք տեղ չի հասել։
Մարդիկ, ովքեր այս շենքում են մեծացել ու հիմա էլ արդեն իրենց երեխաներն են մեծանում, չեն հիշում, որ երբևէ այս բակը բարեկարգ եղած լինի։ Նրանք մտահոգված են, որ հատկապես տաք եղանակին իրավիճակը կարող է ավելի վատանել եւ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Բնակիչներն ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կարձագանքեն խնդրին եւ շուտապույտ քայլեր կձեռնարկեն բակի բարեկարգման եւ դիտահորերի մաքրման ուղղությամբ։ Իմ մեծ տղեն գնում է ուրիշի բակում է խաղանում, փոքրս էլ փոքր է, ես եմ սայլակով հանում, սայլակն անգամ չեմ կարողանում հանեմ երեխուն ման տալու։ Նախ հոտը, այս գարշահոտը, այս մի ամսից ավել է, այս դիտահորը լցված է, վիոլա ջուրին կանչում եմ, որ գա ինչ որ մի հատ լուծում կա, գալիս ասում մեքենա չունեմ, չեմ հասկանում, ամբողջ մարզը մեծ մի մեքենան է, որ ֆռում են մեր շոփ բնակչին ասում են վճարովի կա, եթե կուզեք վճարովի կգա, այսինքն մենք վիոլա ջրին, կեղտոտ ջրին գումարը վճարենք, գնանք խանութից ջուրն առնենք, բերենք, որ մեր երեխեքը այդ ջուրը խմեն, մի հատ էլ վճարովի տամ, որ գան դիտահորը բացեն, այդ դիտահորն է բնակիչների պատճառով չի վնասվում, իրանց այս ավազը, սաղ, այս ջուրը բերում է, լրիվ լցնում է, զասարենին տալիս է ու չենք կարողանում էլ շարժվենք հայաթում։ Առավոտն երեխան դպրոց գնալու համար ամբողջ չենք պատտվում է, որ կարողանա գնա դպրոց։ Երկրորդ մուտքից դուրս է գալի, գնում է 6-րդ մուտքի մոտով երեխան պատտվում է, որ գնա դասի։ Ինչքան կարելի է, շները մի կողմից են, շներին անցանք, հիմա էլ այս վիճակն է։ Այս պահին արևը չկա, շոկ չի, հոտը այդքան էլ չի խեղդում մեզ։ Մի քիչ արևը խփեց, արդեն մենք պետքա ինչ անենք։ Ոչ պատուհան ենք կարողանում բացենք, ոչ կարող ենք երեխեքին հանենք, ոչ կարող ես խանութ գնաս։ Ասում են, երբ շների հարցով դիմում են ներկայացրել, պատասխան չեն ստացել։ Այս անգամ ընտրել են մարզի ու համայնքի ղեկավարների սոցիալական էջերին գրելու տարբերակը։ Վերջում ավելացնում են, մինչև խնդիրը չլուծվի, ընտրությունների համար ոչ մեկին չեն ուզում տեսնել իրենց բակում։ Վճարենք գալիս են վարձերի ժամանակ գլխներից կանգնում, վարձերը տվեք, բայց վարձը ուր է գնում, մեր տված վարձը ուր է գնում։ Ոչ մեկն է տերը չէ, ոչ բնակբաժին, ոչ քաղաքապետարան, ոչ մարզպետարան, ոչ մեկ էլ բանը չի, պետքը չի։ Ոչ մեկն է չի հետաքրքրվում։ Մարզպետի էջին գրել եմ, քաղաքապետի էջին գրել եմ, բոլորին դիմել ենք, ոչ մեկը ոչ մի արձագանք չի տալի։ Մենակ բնակ բարձերը լավ հավաքեն, գալիս են մեր բնակիչները բոլորն է պարտաճանաչ տալիս են բարձերը, թող գան իրանք կարան համատիրությունից էլ ճշտեն, որ բոլորը վճարները տալիս են։ Թող մտածեն, մի բան անեն, հիմա ընտրություններ էլ է, այս ընտրությունների համար կգան, ամենքը մի բան կխոստանա ու կփախնի։ Այտենց չի լինի։ Թող մեր հարցին լուծում տան, նոր ընտրությունների համար գան մեր շենք։ Ուրիշ ոչ մեկ թող չգա։ Թղթապանակը նախ փորձեց կապ հաստատել վիոլա ջրի հետ։ Մեծ զրույցում հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ սպասարկող մեքենան անսարքություն է ունեցել, որով պայմանավորված խնդիրը լուծվել է միայն նախօրեին։ Զուգահեռ իրականությամբ Սուխումի երկուսի բնակիչները պնդում են, որ իրենց զանգերը շարունական պատասխան են մնացել եւ միայն մեր նկարահանումից եւ համատիրության զանգերից հետո է սայլը տեղից շարժվել։ Խնդիրը լուծվել է մեր համատիրության տնօրենի պարոն Շաքարյանի միջնորդությամբ։ Վիոլա ջուրը մեր ահազանգերին չի արձագանքել։ Պարոն Շաքարյանի միջնորդությունով հարցը լուծվել։ Այս խնդիրը լուծված չէ 12-ի կեսօրից։ Մոտավոր ժամը 3-ի կողմերն է։ Երևանից շարժվում ենք Եղվարց ու հետո ճանապարհը շարունակում Գայանեի հետ։ Իսկ այստեղից սկիզբ է առնում անվերջանալի թվացող երկար ու ձիգ կարոտ։ Գայանեն է այդպես կոչում իրենց տնից մինչև տղաների ծառայության վայրն ընկած ճանապարհը։ Իմ ամուսինն էլ 20 տարի ծառայում է։ Տղաներին ճանապարհել եմ շատ ուրախ։ Ոչ մի քիչ ուզվել եմ, բայց բնական է էլի ծնող եմ։ Տան տղամարդու տուն դարձին սպասելը նոր զգացողություն չէ։ Իբրև կին գուցե, բայց իբրև մայր այս ապրումն այլ երանգներ ունի։ Իր դեպքում արդեն եռապատկված։ Վերջին անգամ երբ եք տեսել տղաներին։ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին եկել են, 2-ով 15-ին գնացել են։ Ինչ էմոցիաներով եք այս պահին սպասում ձեր հանդիպմանը։ Սրտի թրթիռով։
Գայանեի որդիները Տիգրանն ու Դավիթը Զորամասում աչքի են ընկնում իրենց բարեխիղճ ծառայությամբ, բարձր կարգապահությամբ, օրինակելի վարքով ու դաստիարակությամբ, հայրենիքի պաշտպանի իրենց առաքելության բարձր ընկալմամբ։ Իր երախտիկը զինվորների մորը հայտնելու համար հրամանատարը Տիկին Գայանեին կանանց միջազգային տոնին ընդառաջ Զորամաս էր հրավիրել։ Ձեր ներդրումը որպես ծնող դաստիարակության առումով մեծ ավանդ ունի եւ մեծ խնդիրներ ալուծում զինված ուժերում եւ առավելից եւս Զորամասում զինծառայողների եւ զինվորների ծառայության հետագա անելիքների եւ խնդիրների կատարման մեջ մեծ երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեր տոնի կապակցությամբ, մաղթում ենք ձեզ քաջ առողջություն, գեղեցկություն ձեր ընտանիքում, ամենակարևորը խաղաղություն, սեր, երջանկություն։ Հանդիպումն էլ ավելի հիշարժան դարձնելու համար մենք էլ որոշեցինք մեր այցը Զորամաս անակնկալ անել տղաներին ու մինչև վերջին պահը Գայանեի Զորամասում հայտնվելու մասին տղաները չգիտեին։ Սովորականի պես ճաշելու էին եկել եւ ինչ իմանային, որ այսօր ճաշը իրենց մայրիկն է մատուցելու։ Հուզումի անպատմելի ապրումներ, որ մի ակնթարթում լցրին ճաշարանը, համակեցին սիրտ ու հոգի ու ամեն մեկը վերապրեց իր հոգու կարոտը։ Այստեղ սահմանամերձ բնակավայրերում կարոտի հասցեները հաճախ են մարմին առնում զինվորական համազգեստում։ Մեկն էլի զինվոր որդուն կարոտեց, մյուսը եղբորը, մեկ ուրիշն էլ հայրենիքի պաշտպան ծնողին։ Հաճելի էր, անակնկալ էր, իրանք չէին սպասում, ես հպարտ եմ, որ իմ երեխաները լավ են ծառայում, Աստված պահապան լինի մեր հայ զինվորներին, թող խաղաղ ծառայեն, խաղաղ երկնքի տակ, բարի վերադարձ, զինվոր ունենալը հաճելի զգացողություն է, ամեն մի մայր զգա այս զգացողությունը։ Ճաշից հետո Գայանեն հրամանատարի ուղեկցությամբ շրջեց Զորամասում, ծանոթացավ տղաների կեցության պայմաններին, զինվորական ծառայության ուշագրավ դրվագներին, հպարտացավ, փառավորվեց եւ, ինչպես ինքն է ասում, հանգիստ խղճով տուն է վերադառնում։ Իբրև հայ մայր ինքն էլի հաջողել է։ Իր որդիները Հայաստանի Հանրապետության բանակի զինվորներ են։ Արդեն ավելի քան 2 տասնամյակ լվացող մաքրող միջոցներով հիմնականում հայտնի Գրոմ ընկերությունը տարիներ առաջ Նաշսադ ապրանքանիշի ընդամենը 2 արտադրատեսակով տեղական շուկայում հայտ ներկայացրեց նախատեսված մազերի խնամքի համար։ Նաշսադ բալզամը եւ մազերի խնամքի միջոց գելը, որոնք մինչ այժմ շուկայում են, քանի որ մեծ պահանջարկ են վայելել, սիրվել են ժողովրդի կողմից։ Կարճ ընթացք պահանջվեց շուկայի պահանջարկը ծանրու թեթև անելու ու արտադրության հիմնական ուղղվածությունն ընտրելու համար։ Տեսականիում ներառեցին կենցաղում ամենօրյա կիրառություն ունեցող լվացող մաքրող միջոցներ, հեղուկ չոր օճառներից մինչև լվացքի գելեր, սպասք լվանալու հեղուկներ, տեղական արտադրանքը ներմուծվածի կողքին կայուն դիրք գրավեց, սպառման ծավալները տարեց տարի աճում են։ 23-24 թվականներին փորձ ենք ունեցել ԵԱՏՄ շուկայում, բայց քանի որ մեր շուկան բավականին պահանջված է, մեր արտադրությունը ամբողջությամբ սպառվում է ներքին շուկայում։ Գործին զուգահեռ ընկերությունը պարբերաբար ներդրումներ է արել, ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել, արտադրական շղթայի շատ պրոցեսներ ավտոմատացրել։ Հումքերի հարցում են նաև պահանջկոտներ կրում են հիմնականում երրորդ երկրներից Գերմանիա, Իտալիա, Նիդերլանդներ, նաև Չինաստան, Ինդոնեզիա, Իրան։ 2023-ին հումքերի ցանկով ու մինչև 5 տարվա ներդրումային ծրագրով դիմեցին կառավարություն արտոնության համար։ 870 միլիոն դրամի հումք էին նախատեսում ներմուծել մինչև 2028։ Երկարաժամկետում էին այդքանը պլանավորել, բայց առաջանցիկ տեմպով ավելի վաղ պլաններն իրագործեցին։ Պետության կողմից մեզ տրամադրված մաքսատուրքի շեմը կազմեց 55.5 միլիոն դրամ, որը մենք օգտագործեցինք մեր ֆիրմայի զարգացման համար, մենք պարբերաբար նոր սարքավորումներ ենք բերում, զարգանում է ֆիրման, աշխատատեղեր են ավելանում։ Ծրագրին դիմելիս 102 աշխատատեղ ունեին, 2 տարում ավելացրել են 13-ով, միջին աշխատավարձը 23-ի համեմատ աճել է 171%-ով, մինչև 2026-ի տարեվերջ պլանավորում են 7 նոր աշխատատեղ էլ բացել։ 23 թվականին մեր իրացման ցուցանիշը եղել է 2 միլիարդ, 25 թվականը ամփոփել ենք 3.4 միլիարդով, մեր համախառն եկամուտը աճել է 70%-ով։ Նոր արտադրատեսակներ են ամեն տարի ներկայացնում, բարելավում թողարկվողների որակը, շուկայում ավելի մրցունակ դառնում։ Զարգացման ընթացքից չշեղվելու համար ընկերությունը 2025-ին կրկին դիմել է կառավարություն մաքսատուրքի արտոնության համար։ Այս անգամ 1 տարի ժամկետով է հայտը հաստատվել, անհրաժեշտ հումքերի ցանկն ու ծավալն էլ անհամեմատ մեծ է նախորդից։
Կառավարությունը մեզ արտոնել է 2026 թվականի համար 4.6 միլիարդ դրամի հումքներ գրենք, մաքսատուրքից կազատվենք 260 միլիոն դրամ։ Ընկերությունը բացի Նարսադից մոտ 10 այլ անուն ապրանքանիշերով են նաև խնամքի ու մաքրող լվացող միջոցներ թողարկում։ Տարիներ առաջ ձեռք են բերել նաև հոսքագծեր, որ իրենց անհրաժեշտ պլաստիկե տարաների ու կափարիչների արտադրությունը կազմակերպեն տեղում։ Սևանցի Հուսիկ Բադալյանի ջանքերով եւ հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին ոչ միայն ճարտարապետական կոթող է, այլ հոգևոր եւ ազգային ինքնության կենթանի վկայություն։ Սևանի 5 գերեզմանոցի հարևանությամբ Սուրբ Հարություն եկեղեցին գործում է միայն ննջեցյալների համար հոգեհանգստյան արարողակարգերն անվարձահատույց հիմունքներով կատարելու համար։ Շուրջ 10 տարի կառուցվող Սուրբ Հարություն եկեղեցին մտահղացել եւ 2013-2022 թվականներին կառուցել է սևանցի գործարար Հուսիկ Բադալյանը։ Սևանի Սուրբ Հարություն եկեղեցում ստեղծված են անհրաժեշտ բոլոր հարմարությունները հանգուցյալի հոգեհանգիստը պատշաճ կազմակերպելու համար։ Եկեղեցին քարեղեն աղոթք է, վեր խոյացած դեպի երկինք եւ միաժամանակ արմատներով ամուր կապված հայրենի հողին։ Եկեղեցու շրջակայքում կանգնած ուշաքար կոթողները կարծես բացված մատյան լինեն, փորագրված ոչ թե թղթի, այլ քարի վրա։ Դրանց վրա պատկերված ու քանդակված են հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների մեծերի անունները, մտավորականներ, զորավարներ, մշակույթի գործիչներ, հոգևոր առաջնորդներ, կաթողիկոսներ, որոնց ծառայությունը դարերի խորքից մեզ է փոխանցել հավատքի լույսն ու ազգային ոգու կայծը։ Յուրաքանչյուր անուն մի դարաշրջան է, յուրաքանչյուր պատկեր մի գաղափար, որ ձևավորել է մեր ինքնությունը։ Այստեղ քարի մեջ հավերժացված են նաև հայրենիքի համար տարբեր ժամանակներում իրենց կյանքը զոհած հերոսների անունները։ Նրանք այն սերունդներն են, որոնք պատմության ամենաբարդ ու մռայլ պահերին կանգնել են հայրենիքի սահմանին, իրենց անձը դնելով ազգի փրկության զոհասեղանին։ Նրանց հիշատակը այս սրբավայրում դառնում է ոչ միայն հարգանքի, այլև պարտքի զգացում։ Երբ այցելուն քայլում է այդ հուշաքարերի կողքով, նա զգում է, որ կանգնած է ոչ թե պարզապես արձանների առաջ, այլ մի ամբողջ ժողովրդի անցած ճանապարհի, նրա ցավերի ու հաղթանակների, կորուստների ու վերածնունդների առջև։ Սևանցի Հուսիկ Բադալյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2010 թվականից սկսած իրականացվեց կարևոր հոգևոր ծրագիր։ Այդ նախաձեռնության շնորհիվ տարիների ընթացքում մկրտվեցին շուրջ 4200 դպրոցահասակ երեխաներ։ Ծրագիրը մեծ դեր ունեցավ երեխաների հոգևոր դաստիարակության եւ եկեղեցու հետ նրանց կապի ամրապնդման գործում։ Հուսիկ Բադալյանի հովանավորությամբ եկեղեցու հարևանությամբ կառուցված այս յուրահատուկ ձեռքերով աշտարակը ոչ միայն քանդակագործական լուծում է, այլև խորապես խորհրդանշական պատգամ ուղղված ողջ հայ ժողովրդին։ Աշտարակի գագաթին բարձրացող 4 ձեռքերը դեպի երկինք պարզված անմար կրակը մարմնավորում են աղոթք, հույս եւ հավատ։ Դրանք միաժամանակ եւ մարդկային աղերս են առ Աստված եւ ուխտ երբեք չկորցնելու մեր ազգային ոգին։ Քանդակը կարծես լուռ, բայց հզոր ձայնով ասում է. թող հայ ազգը երբեք չպառակտվի, թող միասնականությունը լինի մեր ամենամեծ ուժը։ 4 ձեռքերը խորհրդանշում են աշխարհի 4 կողմերում սփռված հայ ազգի զավակներին, որոնք անկախ աշխարհագրական հեռավորությունից միավորվում են նույն աղոթքի մեջ՝ հանուն հայրենիքի, խաղաղ ու ապահով ապագայի։ Ձեռքերը հառնված են դեպի երկինք, սակայն նրանց արմատները հենված են հողին։ Այս կերպ ընդգծվում է կապը երկնքի եւ երկրի, հոգևորի եւ իրական կյանքի միջև։ Աշտարակը վեր է խոյանում որպես հավատքի սյուն, որպես հիշեցում, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում աղոթքն ու միասնականությունը կարող են դառնալ մեր փրկության ճանապարհը։ Այս ձեռքերով աշտարակը կոչված է դառնալու ոչ միայն ճարտարապետական կառույց, այլև հոգևոր կենտրոն, խորհրդանշելով խաղաղության ձգտումը։ Թող այն մշտապես հիշեցնի, որ պատերազմը չի կարող լինել ժողովրդի ցանկությունը, եւ որ մեր ամենամեծ հաղթանակը խաղաղ ապրելն է։ Թող այս կառույցը դառնա հայերի համար աղոթք, ուղղված առ Աստված, որ պատերազմ չլինի, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, որ հայրենի հողում տիրի համերաշխություն ու սեր։
Մեր պատմության դժվար ճանապարհը մեզ մեկ ճշմարտություն է սովորեցրել. անցյալը մոռացող ժողովուրդը ապագա չունի։ Մենք պարտավոր ենք հիշել պատմության դասերը, ճանաչել մեր թշնամիներին եւ գնահատել այն պետություններին, որոնք ծանր պահերին կանգնել են մեր կողքին, որպես իսկական բարեկամներ ու դաշնակիցներ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ հայրենի տնտեսության աշխատանքային բոլոր ոլորտներում ունենանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքով ու նվիրումով կզորացնեն մեր պետությունն ու կկերտեն նրա ապագան։ Սևանցի Հուսիկ Բադալյանի մեծ ցանկությունն է, որ այս ձեռքերով աշտարակը դառնա խաղաղության խորհրդանիշ, հավատքի եւ միասնության մարմնավորում, եւ ամեն անգամ, երբ հայ մարդը նայի դեպի երկինք պարզված ձեռքերին, իր սրտում կրկնի նույն աղոթքը. թող հայ ազգը ապրի խաղաղ, արժանապատիվ եւ միասնական։